Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենջամին Հադադին։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ բազմավոլորտ գործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Բրյուսելում է։ Արդեն կայացել է նրա հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 16-ին կմեկնի Ստամբուլ, մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ։ Նա չի բացառել ռուսաստանցի գործընկերոջ Մատվիենկոյի հետ հանդիպումը եւս։ Սիմոնյանը նաեւ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցներում անդրադարձել են Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Օրակարգում ընդգրկվել է 23 հարց, ինչ նախագծեր են քննարկվել այսօրվա նիստում։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Միացյալ Նահանգները հայտարարել է Իրանի նավահանգիստների շրջափակման մասին, միաժամանակ տարածաշրջանում արձանագրվում է ռազմածովային ուժերի կենտրոնացում։ Այս ամենին զուգահեռ մի շարք երկրներ փորձում են անել հնարավորը Միացյալ Նահանգներին ու Իրանին կրկին բանակցությունների սեղանին վերադարձնելու համար։ Թուրքիայի դպրոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել։ 18-ամյա նախկին աշակերտը կրակ է բացել դպրոցում, ապա ինքնասպան եղել։ Կրակոցների հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի։ Օրվա միջազգային անցուդարձը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ու Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենջամին Հադադին։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ բազմավոլորտ գործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձը կատարվել Հայաստան-ԵՄ գործակցությանը, նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների, խաղաղության եւ կայունության ապահովման ուղղված քայլերի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն էլ աշխատանքային այցով Բրյուսելում է, արդեն կայացել է նրա հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանն առնչվող հարցեր։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին։ Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը նաեւ ընդգծել են տնտեսական եւ տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկայի ոլորտում գործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը։ Իսկ ահա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 16-ին կմեկնի Ստամբուլ, մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Այդ մասին նա հայտնել է այսօր լրագրողների հետ զրույցում, տեղեկացնելով, որ նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ։ Նա չի բացառել ռուսաստանցի գործընկերոջ Մատվիենկոյի հետ հանդիպումը եւս։ Ալեն Սիմոնյանը նաեւ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցներում անդրադարձել են Ռուսաստանի հետ հարաբերություններին, նշելով, թե թվացյալ առկա խնդիրները կքննարկվեն եւ կստանան իրենց լուծումները։ Ռուբինյանը միաժամանակ շեշտել է Հայաստան առաջնորդվում է իր շահերով, սակայն Ռուսաստանի հետ հարաբերություններում բաց է եւ թափանցիկ։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ օրերս կայացած հեռախոսազրույցը տնտեսական եւ քաղաքական հարցերի հետ որևէ կապ չի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նշելով, որ ընդամենը գործընկերոջ ծննդյան օրն է շնորհավորել։ Նա նշել է, թե ի հեճուկը շրջանառվող տեղեկությունների Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների, այդ թվում Մատվիենկոյի հետ կան ջերմ եւ լավ հարաբերություններ։ Ազգային ժողովի նախագահն ընդգծեց, որ նրա հետ եւս մեկ ոչ պաշտոնական հանդիպում տեղի կունենա Ստամբուլում նախատեսված միջազգային համաժողովի ընթացքում։ Ազգային ժողովի նախագահը անդրադարձ կատարեց նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Դաշնության պաշտոնյաների կողմից հնչեցվող տարատեսակ հայտարարություններին եւ ընդգծեց, որ առկա տարաձայնությունների հետ կապված քննարկումներ տեղի կունենան։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պահ բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նույնպես խոսեց հայ-ռուսական հարաբերություններից գազի գնի հնարավոր բարձրացումից։ Նա վստահեցրեց, գազի գինը ներկայում չի բարձրանա, չնայած ռուս պաշտոնյաների հայտարարություններին։ Ռուբինյանը խոսեց նաև երկաթուղու կոնցեսիոն կառավարման Հայաստանի կողմից այդ կառավարումը այլ երրորդ երկրի հանձնելու հնարավորությունից։
Ըստ նրա, այստեղ Հայաստանը գաղտնի քաղաքականություն չի իրականացնում եւ առաջնորդվելու է երկրի շահերով, ինչի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես արձանագրել է իր ելույթներում։ Երկաթուղու վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են, վարչապետ Փաշինյանը ասել է նաեւ, որ մենք չենք պատրաստվում Ռուսաստանի մեջքի ետևում ինչ որ բան անել, չենք ուզում որևէ հարց սրել, բայց մենք ունենք կոնկրետ խնդիր եւ այդ խնդիրը քննարկում ենք, քննարկման փուլում է։ Այս տարիների ընթացքում դրական արձանագրումներ են կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններում, սկսած օդային թռիչքների վերաբացումից մինչև սահմանի բացման հետ կապված որոշակի հարցերի տեղաշարժ, ընդգծեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռոբեն Ռուբինյանը։ Գիշեք նաև, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն անի պատմական կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ է, ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիք արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը, լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով գնդակը մեր դաշտում չէ։ Խաղաղությունը հաստատված է, ինչն է խնդիրը։ Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը անդրադարձ կատարեց նաև ներքաղաքական մի շարք հարցերի, մեկ անգամ եւս վստահեցնելով, որ ընդդիմադիր շրջանակների կողմից քաղաքական դաշտ նետված քննադատությունների պատասխանը կտա ժողովուրդը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նա համոզված է, որ գործող իշխանությունն ունենալու է սահմանադրական մեծամասնություն։ Օրենսդիր մարմնում մեկնարկել է հերթական քառորյա նիստերի աշխատանքը, այսօրվա նիստում քննարկվել է ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման նոր համակարգի ներդրումը, ներկայացվել է նաև ներդրումների մասին նոր օրենքի նախագիծը, որը ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի պետք է փոխարինի 1994 թվականի 5 կարգավորմանը եւ սահմանի ներդրողների իրավունքների, երաշխիքների եւ պաշտպանության ավելի ամբողջական շրջանակ։ Քննարկված այս եւ մյուս նախագծերի մասին ներկայացվող տեսանյութում։ Ազգային ժողովի հերթական քառորյա օրակարգում ընդգրկված է 23 հարց, քննարկվելու են քրեական, հարկային, մաքսային, ներդրումային եւ այլ ոլորտներին վերաբերող նախագծեր։ Խորհրդարանը քննարկել է նաեւ ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է ներդնել ոստիկանների կատարողականի գնահատման նոր համակարգ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով գնահատականը ձևավորվելու է ծառայողական արդյունավետությունից, ընթացիկ արդյունքներից, նաեւ ֆիզիկական եւ մարտական պատրաստվածությունից։ Քննարկվել է նաեւ ՊԵԿ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում են փոփոխություններ հարկային քրեական դատավարության օրենսգրքերում։ Նախաձեռնությամբ նախատեսվում է հարկային խախտումների մասին տեղեկություն ստանալիս նախ կիրառել վարչական եւ վերլուծական մեխանիզմներ, պահանջել բացատրություն եւ միայն անհրաժեշտության դեպքում անցնել հաջորդ փուլերին։ Բարեփոխմամբ մենք քննչական կոմիտեին փորձում ենք ավելի քիչ ծանրաբեռնել, դա էլ է օգնելու, որ իրենք կենտրոնանան հենց թիրախային իրական հանցագործության դեպքերի վրա, որտեղ քանակը նվազելու է մեր կողմից գնացող դեպքերի քննչական կոմիտե եւ պարոն Աղազարյանը նշեց քննչականի տիրույթում ինչ է բարելավում, երրորդ բարեփոխումը, որը քրեական դատավարության օրենսգրքում էր, ես նշեցի դրա մասին, այսինքն այլևս հարկ վճարողները կարող են բանկային երաշխիքով պարտատոմսերով, այլ արժեթղթերով գրավադրումները կազմակերպել եւ վնաս չկրելով այդ քրեական վարույթները օբյեկտիվորեն քննվեն, իրենք էլ հնարավորություն ունենան բանավիճելու իրենց արգումենտները ներկայացնել։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է պարզեցնել մաքսային վարչարարության ընթացակարգերը եւ դրանք մոտեցնել հարկային ստուգումների մեխանիզմներին։ ՊԵԿ նախագահի խոսքով նպատակը մաքսային ստուգումների ոլորտում միասնական եւ հստակ կանոնների սահմանումն է։ Միաժամանակ հստակեցվում է նաեւ ստուգումների անցկացման հիմքերը, այդ թվում իրավասու մարմինների հարցումները, փաստաթղթերի առգրավումը, փորձաքննության անցկացումը եւ հանցագործության հատկանիշների բացահայտման դեպքերը։ Նախ առաջինի հետ կապված հիմա, ինչպես նշեցի, չի սահմանված ոչինչ, այսինքն ոչ ժամկետն է սահմանված, ոչ մեկնարկի ամսաթիվը, ոչ էլ ծանուցվում է հարկ վճարողը, այսինքն որևէ կարգավորում չկա եւ մաքսային տեսուչը հատկապես հետ բաստողումային հսկողության ժամանակ ինքը իրականացնում է ինչ որ մի եզրահանգման եկավ, ինչ որ մի բայ արդեն ծանուցում է։
Հաջորդը ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու նախագիծն էր։ Պետնախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով նախաձեռնությունը միտված է միջազգային հարկային թափանցիկության բարձրացմանը եւ Հայաստանի ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տվյալների փոխանակման մեխանիզմների հստակեցմանը։ Անցած տարվա դրությամբ արդեն 47 երկրի հետ նման փոխանակում ենք իրականացրել, այսինքն մենք իրենց տվել ենք իրենց ռեզիդենտների մասին, իրենց ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն եւ փոխադարձը ստացել ենք մեր ռեզիդենտների վերաբերյալ տեղեկատվություն։ Ներկայացվող փոփոխությունները տվյալ համաձայնագրի մեջ ընդհանուր ՏՀԶԿ-ի կողմից իրականացված փոփոխությունների վավերացումն է, որը ներկայացրել ենք ձեր դատին։ Փոփոխությունները հիմնականում կրում են որոշակի տեխնիկական բնույթ, պրակտիկայից ելնելով առաջացած որոշակի խնդիրներ վերացնելու համար։ Ռաֆայել Գևորգյանը պարզաբանել է, որ խոսքը հարկային մարմինների միջև գաղտնիությամբ պաշտպանված ֆինանսական տվյալների փոխանակման մասին է։ Օրինակ, Շվեյցարիայի բանկում Հայաստանի ռեզիդենտի հաշվի մասին տեղեկությունը կարող է փոխանցվել Հայաստանի հարկային մարմնին համապատասխան միջազգային մեխանիզմով։ Խորհրդարանը քննարկել է նաև տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Խաչատրյանի թեկնածության հարցը։ Նա իր ելույթում նշել է, որ հանձնաժողովն ու կառավարությունը կարևոր դեր ունեն պետական համակարգում արհեստական բանականության պատասխանատու կիրառման կանոնների ձևավորման գործում։ Խաչատրյանի խոսքով Հայաստանում թվայնացման տեմպերն աճել են, սակայն դրան զուգահեռ բավարար չափով չեն ձևավորվել կարգավորման, վերահսկողության եւ ռիսկերի կառավարման մեխանիզմներ։ Թվային միջավայրում ռիսկերը մշտապես աճում են եւ պետությունը պետք է ունենա այնպիսի ինստիտուցիոնալ կառուցվածք եւ լուծումներ, որոնք կարող են կանխարգելել եւ կառավարել այդ ռիսկերը։ Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է անկախ եւ մասնագիտական կարգավորիչ մարմին, որը կապահովի համակարգված մոտեցում։ Հենց այս տրամաբանությամբ է ստեղծվում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը։ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով առաջարկվում է արգելել սահմանադրական կարգ բառիտապալելու, պատերազմ քարոզելու, նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտելու բովանդակության տարածումը։ Նախագծով նաև հստակեցվում են տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը, ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման, դադարեցման եւ տուգանքի կիրառման հիմքերն ու մեխանիզմները։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացվել է ներդրումների մասին օրենքի նախագիծը, որը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով նպատակ ունի Հայաստանում ներդրումային համակարգը նոր մակարդակի բարձրացնելու։ Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների ժամանակակից պահանջներին համապատասխան իրավական հիմքեր, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նշեմ, որ ներկայումս գործում է օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որը ընդունվել է դեռևս 1994 թվականին եւ բնականաբար չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժակ ամբողջական կարգավորում։ Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլ նաև տեղացի ներդրողների ու ներդրումների վրա, եւ գիտենք, մինչդեռ արդեն իսկ պարզ է, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքը տարածվում է միայն օտարերկրյա ներդրողների ու ներդրումների վրա եւ չի կարգավորում տեղացի ներդրողների հետ կապված հարաբերությունները։ Հայաստանում 2025 թվականի ընդհանուր ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 88%-ով, հասնելով 2 միլիարդ 228 միլիոն դոլարի, հայտարարել է Գևորգ Պապոյանը, նշելով, որ նույն ժամանակահատվածում զգալի աճ է գրանցվել նաև ուղղակի եւ պորտֆելային ներդրումների մասով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Մերձավոր Արաբելքում Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումները կրկին մտել են ակտիվ փուլ, ներառելով ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական գործընթացներ։ ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի նավահանգիստների շրջափակման մասին, միաժամանակ տարածաշրջանում արձանագրվում է ռազմածովային ուժերի կենտրոնացում։ Այս ամենին զուգահեռ մի շարք երկրներ փորձում են անել հնարավորը Միացյալ Նահանգներին ու Իրանին կրկին բանակցությունների սեղան վերադարձնելու համար։ Չի բացառվում, որ երկու երկրների ներկայացուցիչները կրկին հանդիպեն։ Մենք թույլ չենք տա, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը շարունակվում է զարգանալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակման մասին, որն ըստ Վաշինգտոնի ուժի մեջ է մտել ապրիլի 13-ին Երևանի ժամանակով ժամը 18-ին։
Թրամփը նշել է, որ ցանկացած իրանական նավ, որը կփորձի մոտենալ ամերիկյան շրջափակմանը, կկործանվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը մեծացրել են իրենց ներկայությունը տարածաշրջանում։ Ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիագիրը մտել է Օմանի ծոց եւ գտնվում է Իրանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա։ Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի տվյալներով արաբական ծովում տեղակայված է 11 ռազմանավից բաղկացած խումբ, որը կարող է ներգրավվել Հորմուզի նեղուցի վերահսկման գործողություններում։ The Wall Street Journal-ի տվյալներով այդ ուժերի կազմում ընդգրկված են նաև հրթիռային կործանիչներ, դեսանտային նավեր եւ ավիացիոն միջոցներ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Մերձավոր Արևելքի նավահանգիստների շրջափակման մասին, նշելով, որ միացյալ դիմակայության ճակատը սպասում է թշնամուն եւ սպառնացել է նոր ռազմական գործողություններով։ Իրանական կողմը նաև հայտարարել է, որ հնարավոր պատերազմի դեպքում կկիրառվեն այնպիսի մեթոդներ, որոնց նկատմամբ հակառակորդը դժվարությամբ կկարողանա հակազդել։ Քաղաքական դաշտում զարգացումները շարունակվում են։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ այս շաբաթ կանցկացվի միջազգային գագաթնաժողով ավելի քան 40 երկրի մասնակցությամբ։ Քննարկման առանցքում կլինի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը եւ անվտանգությունն ապահովելու բազմազգ մեխանիզմների ստեղծումը։ Մակրոնը նաև կոչ է արել հասնել Մերձավոր Արևելքում արագ, երկարատև եւ կայուն դիվանագիտական լուծման։ Իրավիճակին անդրադարձել են նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, նշելով, որ Իսրայելն աջակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողություններին։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը Պակիստանում Իրանի հետ բանակցություններից հետո տեղեկացրել է, որ ամերիկյան կողմի առաջնահերթությունը Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումն ու ուրանի հարստացման դադարեցումը երկարաժամկետ դարձնելն է։ Նեթանյահուն նաև նշել է, որ Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջև մշտական համակարգում կա։ Դիվանագիտական գործընթացները շարունակվում են Պակիստանում, որտեղ նախատեսված է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների հերթական փուլը։ Ըստ Axios-ի ամերիկյան կողմն առաջարկել է մինչև 20 տարվա ժամանակավոր դադար ուրանի հարստացման համար, մինչև Իրանն ավելի կարճ ժամանակ է առաջարկել։ Հիմնական տարաձայնությունները վերաբերում են այն հարցերին, թե արդյոք Թեհրանը կհրաժարվի արդեն առկա հարստացված նյութերից։ Միջնորդական ջանքեր են գործադրում նաև Թուրքիան, Եգիպտոսը եւ Պակիստանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թուրքիայի դպրոցներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել, երիտասարդը կրակ է բացել նախ շենքի մոտ, ապա դպրոցում։ Նախնական տեղեկություններով կային 7 վիրավոր եւ պատանտներ, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակոցների հետևանքով տուժածների թիվը հասել է 16-ի։ Ըստ տեղի լրատվամիջոցների կրակողը դպրոցի 18-ամյա նախկին աշակերտ է, նա ինքնասպան է եղել։ Տեղի ունեցածի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։ Չինական BYD ընկերության գործարանում էլ հրդեհ է բռնկվել։ Էլեկտրական մեքենաներ արտադրող այս ընկերությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է Շենժենի արդյունաբերական համալիրի բազմահարկ կայանատեղիում։ Կայանատեղին օգտագործվել է փորձարկվող եւ շահագործումից հանված մեքենաների համար։ Արտակարգ իրավիճակների ծառայություններին հաջողվել է մարել հրդեհը։ Ականատեսների խոսքով կրակը կլանել է բազմահարկ շենքի զգալի հատվածը։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, սա լուրջ խնդիր կարող է առաջացնել ընկերության համար, քանի որ BYD ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը 7-րդ ամիսն ընդմեջ նվազում է։ Շարունակում ենք թողարկումը։ Բեռլինը եւ Կիևը հարաբերությունները բարձրացնում են մինչեւ ռազմավարական գործընկերության մակարդակ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նաև ասել է, թե Գերմանիան կշարունակի ձգտել հասնելու այն բանին, որ Ուկրաինան անդամակցի Եվրոպական միությանը։ Բեռլին Զելենսկիի այցի ընթացքում ստորագրվել են երկկողմ համաձայնագրեր պաշտպանական ոլորտում գործակցության եւ Ուկրաինայի վերականգնման մասին։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր սկանդալային գրառումը, որտեղ նա հայտնվել էր Հիսուսի կերպարով։ Վերջինս նշել է, ես իսկապես հրապարակել եմ դա, բայց կարծում էի, թե բժշկի կերպարով եմ, եւ դա ինչ-որ կերպ կապված է Կարմիր խաչի հետ։ Ես այնտեղ որպես Կարմիր խաչի աշխատակից եմ, իսկ մենք աջակցում ենք նրանց։ Եվ միայն կես լուրեր ստեղծողները կարող էին նման բան հորինել, թե իբր ես պատկերված եմ Հիսուսի կերպարով։ Այնպես որ ես հենց նոր լսեցի այդ մասին եւ ասացի, ինչպես է նրանց մտքով նման բան անցել։ Ենթադրվում էր, որ դա ես եմ բժշկի կերպարով մարդկանց բուժելիս, իսկ ես իսկապես մարդկանց ավելի լավն եմ դարձնում, նշել է Թրամփը։ Միաժամանակ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ քննադատություններից հետո Թրամփը ջնջել է այդ նկարը։
Դմիտրի Պեսկովի խոսքով Կրեմլը չի շնորհավորի Պետեր Մայդարին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, քանի որ Հունգարիան համարվում է ոչ բարեկամ երկիր։ Մենք ոչ բարեկամ երկրներին շնորհավորանքներ չենք ուղարկում, իսկ Հունգարիան ոչ բարեկամ երկիր է, քանի որ աջակցում է մեր դեմ պատժամիջոցներին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Պեսկովը։ Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունները չեն կարող ավելի վատանալ Հունգարիայի ընտրություններից հետո, քանի որ արդեն ավելի վատ լինել չի կարող, նշել է Պեսկովը եւ ընդգծել, որ չեն շտապի առաջ են գնել։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մայդարը հայտարարել է, որ նախատեսում է այց կատարել Բրյուսել, նպատակ ունենալով հասնել Եվրամիության կողմից սարեցված միլիարդավոր եվրոների ապասարեսմանը։ Նա նաև խոստացել է վերականգնել ժողովրդավարական զսպումների եւ հակակշիռների համակարգը եւ վերադարձնել Հունգարիային որպես Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակից։ Եվրամիությունը 27 պայման է առաջադրել Պետեր Մայդարին երկրի համար 35 միլիարդ եվրոյի եվրոպական սուբսիդիաների ապասարեսման դիմաց, գրում է Financial Times-ը։ Պահանջների թվում են Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի ապաշրջափակում, Մոսկվայի դեմ պատժամիջոցների փաթեթի վետոյի հանում, հակակոռուպցիոն ստուգումներ, Օրբանի ժամանակաշրջանի որոշումների չեղարկում, որոնք համարվում են Եվրամիության կանոնների խախտում, Բուդապեշտի ապաստանի մասին օրենսդրության շուրջ վեճը Հունգարիային արժենում է օրական 1 միլիոն եվրո տուգանք։ J.D. Vance-ը վստահորեն գլխավորում է հանրապետականների կողմից 2028 թվականի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների ցուցակը 43% արդյունքով, ըստ նոր հարցման։ Միևնույն ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զբաղեցնում է երկրորդ տեղը 17% արդյունքով։ Մյուս թեկնածուները զգալիորեն հետ են մնում։ Դոնալդ Թրամփ կրտսերի 9%, Ռոն Դեսանտիսը 6%, Թաքեր Կարսոնը 2%։ Վաշինգտոնում Լիբանանի եւ Իսրայելի դեսպանների միջև հանդիպումը ճանապարհ կբացի երկկողմ շփումների համար եւ կհանգեցնի սահմանին հրադադարի վերաբերյալ նոր համաձայնության։ 10-ի փոխանցմամբ հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։ Լիբանանի բանակցային թիմը կբանակցի նպատակ ունենալով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները եւ իրականացնել գործնական քայլեր հարավային Լիբանանում վիճակը կայունացնելու համար, նշել է նա։ Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Չերեպովեցի արդյունաբերական ձեռնարկություններին, թիրախում են հայտնվել Չերեպովեց քաղաքի Սևերստալ եւ Ապատիտ գործարանները։ Սլովենիայի ազգային ժողովի նոր խոսնակ Պրավդա կուսակցության առաջնորդ Զորան Ստևանովիչը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է կազմակերպել հանրաքվե ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ։ Այն նաև կձգտի երկրի դուրս գալուն առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Վերջինս հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում մտնել Ռուսաստան։ Եվ թվարկման վերջում հայտնենք, որ եղանակի պարզեցմամբ պայմանավորված վաղը լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և քաղաքամար Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան։ Հողի մակերևույթին 1-ից 4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է կրկին 1-ից 4 աստիճան ցուրտ։ Այսքանը ցտեսություն։